բոլոր են մարդիկ, ովքեր տալեքի տակ նաև փորձեցին հայրենի կուսակցությանը Վանեցյանի անունը անհարկի շոշափեն, ճիշտ կլինի այդ հարցին պատասխանեն։ Հայտարարել է Մարտուն Գրիգորյանը արդեն քանի օր։ Մարտուն Գրիգորյանը անկուսակցական է, բնականաբար հայրենի կուսակցություն է առաջադրել ու բնականաբար, այսինքն որոշակի իհարկե ազդեցություն կա, քննարկում կա, ի վերջո նաև մեր կուսակցությունն է առաջարկել, ոնց կարող է շփում չլինի։ Եթե մենք այս մոտեցմամբ շարունակենք, իրանք էլի են մնալու իշխանության։ Այսինքն մենք պետք է փոխենք մեր մոտեցումը։ Այս առումով մեր կուսակցությունը աշխատանքներ տանում է։ Բարև ձեզ, Իրավունք TV-ի տաղավարում այսօր հյուրընկալել ենք հայրենիք կուսակցության գործադիր մարմնի անդամ Բաբկեն Հարությունյանին։ Բարև ձեզ, պարոն Հարությունյան։ Անչափ շնորհակալ ենք մեր տաղավար հյուրընկալվելու համար։ Պարոն Հարությունյան, թերևս հայաստանյան ներքաղաքական իրավիճակները շարունակում են մնալ ակտուալ եւ հանրության ուշադրության կենտրոնում սևեռվել։ Կխնդրեմ, որպեսզի ինքներդ մեկնաբանեք հատկապես այն հարցը, թե ինչ հնարավոր սցենարներ կարող են այսօր տեղի ունենալ ավագանու կողմից Գյումրիի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ։ Գյումրի թեման բավականին մեծ արձագանք ունեցավ հասարակության մեջ, քաղաքական դաշտում որոշակի շահարկումների, արհեստական ընդ որում շահարկումների փորձեր եղան, այդ փորձերը մի քիչ տեմպը թուլացել, բայց ցավոք սրտի հիմա էլ շարունակվում են, բայց գիտեք ժամանակը մի բան ֆիքսեց, որ իշխանությունը քաղաքացիական պայմանագիրը ունի վարկանիշի լուրջ անկում, նույնիսկ վարչական, չգիտեմ, ֆինանսական, այդ բոլոր ռեսուրսներով հանդերձ իրեն կարողացան 34%-ի կարգի ձայն տանել։ Սա մի իրավիճակ է։ Երկրորդ փաստը, որ ընդդիմադիր ուժերը կամ այնտեղ մասնակցող ուրեմն քաղաքական թիմերից որևէ մեկին չհաջողվեց այսպես շատ մեծ առավելությամբ ձայներ հավաքել կամ ասել, որ ակնհայտ լիդերության խնդիր կա, պրոբլեմ լուծվել է, այսինքն դոմինանտ ուժ կա, լավ, պարզա կա ուժ, որ ավելի շատ է տարել, դա նախկին քաղաքապետի գլխավորած ցուցակներ կոմունիստական կուսակցության, չնայած այնտեղ անձերի ընտրություններ կուսակցության դեր այդքան էլ բան չէր, եղավ իրավիճակ, որ ընդդիմադիր ուժերը պետք է համախմբվեն։ Սա կարևոր արձանագրում է, որովհետև այն ինքնավստահությունը, չգիտեմ, կհիշեք, չէ, Վրեժի ժամանակը մուրճը ձեռքին Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունները, որ մենք ենք, էլ չկա։ Մնացածը արդեն ժամանակի հարց է, կար մեր թեկնածուի հանդեպ ու այդ որոշակի չափով նաև շարունակվում էլ եմ ասում շահարկումներ, հայտարարություններ, եղավ ժամանակին հայտարարություն, որ ԿՊ-ն չունենալու քաղաքապետ, հետո եղավ օրենեն, չէ, ասում եմ, մի օր անցավ, մյուս ուժերը երկուսը հայտարարեցին, Մարտուն Գրիգորյանը չհայտարարեց, 2 օր անցավ, այսպես մի 3 օր հաշվեցին։ Հետո եղավ այդ հայտարարությունը, հիմա այս կներեք ուզում եմ իջել հետ հաշվարկ անենք, էլի։ Այդ հայտարարությունից արդեն էլի մի 3 օր էլ անցել է, ինչ ԿՊ-ն այնտեղ ուրեմն ներկա պահին քաղաքապետ չունի, այսինքն կար ժամկետ, չէ, հստակ։ Պետք է լինի ավականու նիստ, որ այդ ավականու նիստի ժամանակ ընտրեն արդեն նոր համայնքապետ, քաղաքապետ։ Հիմա ընտրություններից 1 օր հետո կհայտարարի 3 օր հետո, կարևորը հայտարարություններ, բովանդակությունը, քաղաքական դիրքորոշումը, որը հայտնել են։ Սրանից ավելի պարզ բան չկա, հիմա բոլոր են մարդիկ, ովքեր տալեքի տակ նաև փորձեցին հայրենի կուսակցությանը Վանեցյանի անունը անհարկի շոշափեն, ճիշտ կլինի այդ հարցին պատասխանեն։ Հայտարարել է Մարտուն Գրիգորյանը արդեն քանի օր։ Մեկ այլ ժամկետ կա, չէ՞ պետք է այդ ավականու նիստը լինի, որ նոր քաղաքապետ ընտրեն։
Իդեպ պարոն Հասանյան, ինչպես գիտենք, նաև Մարտուն Գրիգորյանն անկուսակցական է, եւ խնդրեի որպեսզի ասեք, արդյոք նրա որոշումների վրա որոշակի ազդեցություն ունի նաև հայրենիք կուսակցությունը, թե ոչ։ Մարտուն Գրիգորյանը անկուսակցական է, բնականաբար հայրենիք կուսակցություն է առաջադրել ու բնականաբար, այսինքն որոշակի իհարկե ազդեցություն կա, քննարկում կա, ի վերջո նաև մեր կուսակցությունն է առաջարկել, ոնց կարող է շփում չլինի, բայց պետք է ֆիքսենք, որ կա կուսակցություն եւ Մարտուն Գրիգորյանը անկուսակցական է։ Մեր կուսակցության անդամ չէ, եղել է տվյալ փուլում համագործակցություն ու շարունակվում է։ Իսկ պարոն Հասանյան, այնուամենայնիվ արդյոք ձեր ցանկություններին համապատասխաներ թե ոչ նաև այն հանգամանքը, որ Մարտուն Գրիգորյանն ապահովելու է Վարդան Ղուկասյանին համապատասխան ձայներով, թե ոչ։ Իմ խոսքում արդեն նշեցի, որ մենք ենք առաջադրել, կա համագործակցություն ու շարունակվում է, բնականաբար նաև մեր ցանկությունն է, բայց չէ ցանկությունը Վարդան Ղուկասյանը, գիտեք, ինչ մեր այսպես երազած տեխնացուն է, չէ, բայց կա փաստ, կա իրողություն, իսկ իրողությունը նա է, որ 20% Վարդան Ղուկասյանը Գյումրիում ձայն է տարել, իսկ մենք պետք է չէ հաշվի նստենք նաև քաղաքացիների հավաքած ձայների հետ տվյալ իրավիճակում քաղաքական ուժերի կամ ընտրությանը մասնակից ուրեմն թիմերի դիրքորոշումների հետ։ Մենք չենք կարող այդ ամեն ինչից անջատ ինչ որ որոշումներ կայացնենք Երևանում նստած։ Իսկ պարոն Հարությունյան, այնուամենայնիվ կարող եք ասել, թե ինչով էր նաև պայմանավորված այն հանգամանքը, որ մերձքոչարյանական շրջանակների նման թիրախավորումը եւս նկատելի եղավ հատկապես հենց Մարտուն Գրիգորյանին նաև։ Գիտեք ինչ, ես սովորաբար շատ նորմալ եմ նայում, երբ որ մարդիկ ունեն հարցադրումներ, գնահատականներ ու դրանք հնչեցնում են, այդտեղ որևէ խնդիր չեմ տեսնում։ Այստեղ կար այլ խնդիր, երբ որ ինչպես դուք նշեցիք, թիրախավորում էին ու ինչ որ անհարկի մեղադրանքներ կամ շտապողականություններ դրսևորվում կամ գնահատականներ էին ուրեմն հնչեցվում։ Ինչ որ գիտեք, այսպես միանշանակ ասել, ես նկատեցի իհարկե տեսնում եմ, որ դա ավելի շատ Քոչյանի համակիների մեջ են, բայց պնդել, որ գիտեք, դա որպես քաղաքական գիծ իրենք տանում են, ես նման պնդում անել չեմ կարող։ Նաև մամուլում եւս քննարկումներ են շրջանառվում այն մասին, որ Մարտուն Գրիգորյանը կարող է միանալ ՔՊ-ին։ Արդյոք դա ձեր տեսակետից հավանական տարբերակ կարելի է դիտարկել, թե ոչ։ Գիտեք, նախ հայրենիք կուսակցությունը Եթե ՔՊ-ին միանալու որ լինեին, ընդդիմադիր դաշտում հանդես չենք գա, ու մեզ ինչ որ մեր հետ կապված նման քննարկում անել, այն դեպքում, երբ որ մենք փողոցային պայքարի, չգիտեմ, ճնշումների ենթարկվելու մասով են ամենաառաջատար դիրքերում կանգնած քաղաքական ուժ ենք, անհատներ ենք, Մարտուն Գրիգորյանին, եթե վերցնենք իր քաղաքական, ընդդիմադիր գործունեությունը, էլի դրա առիթ չի տվել։ Մարտն էլ միջև նույնիսկ վերջնական հայտարարություն անելը միջև այդ հստակ նշեց, որ ՔՊ-ն պետք է քաղաքապետ չունեն, այսինքն դրանից ավել էլ ինչ պետք է աներ Մարտուն Գրիգորյանը, որ ուրեմն այսպես մեծ շահարկումների թեմա դառնար։ Ինչ է նշանակում, դե երկու քաղաքական ուժը միացել է, հայտարարել է, ուրեմն դուք եք պետք։ Եթե հայտարարել է, ինչ չափանիշ է մեր համար։ Իրենք գտել են ճիշտ։ Երկրորդ օրը հայտարարելու մենք գտել են ճիշտ ասենք 4 օր հայտարարել եւ նորից եմ կրկնում բոլոր այն մեղադրանքները, որոնք այդ ընթացքում հնչեցվեցին, նա ինչ որ առումով նաեւ հետաքրքիր էր, ցույցիչ էր հասկանալու, թե ով այսպես ասած ինչ ցանկություններ ունի եւ ինչ սլաքների, ինչ նպատակները որտեղ է ուղղում, ինչ որ առումով դա նաեւ բացահայտման փուլ էր, բայց անցել է, չէ՞, այդ հայտարարությունից արդեն քանի օր։ Միջև նիստը չլինի, բնականաբար նոր քաղաքապետը չի ընտրվելու։ Հիմա երկրորդ օրն է հայտարարել, 4-րդ օրն է հայտարարել, կարևորը միջև այդ նշել էր, որ ՔՊ-ին ձայն չի լինելու, եւ եղավ հայտարարությունը հիմնավորումներով։
Իսկ պարոն Հասարյան, այնուամենայնիվ լինում են արդյոք կան նաև ներքին որոշակի խժդժություններ, թե ոչ, կան այնպիսի իրավիճակներ, որոնց մասին շատ հաճախ չեն բարձրաձայվում, բայց դրանք եւս հանրության որոշ ստվար զանգվածին հետաքրքրում են այնուամենայնիվ։ Գիտեք, բնականաբար, եթե քաղաքական գործունեությունը, քաղաքական տարբեր ուժեր են, չի կարող այդպես ամեն ինչ պարզ ու համերաշխ ու միանշանակ լինել։ Կան օբյեկտիվ մոտեցումներ, սուբյեկտիվ մոտեցումների տարբերություն, հետաքրքրությունների տարբերություն։ Ինչ շատ նորմալ է։ Այստեղ որևէ արտասովոր բան չկա, դա միայն Հայաստանում չի։ Դա ամբողջ աշխարհում է այդպես։ Կարևորը անհրաժեշտ ժամանակ ճիշտ որոշում կայացնելն է։ Մնացածը քննարկումների փուլ է, հասկանալու փուլ է, հետո է ասել, որ եթե ես մի բան եմ մտածում, ուրեմն դիմացինից պետքա պարտադրեմ, ասեմ, չէ, ես մտածում եմ, դու ուրեմն իմ պատկերացրած կամ իմ մտածած ուրեմն ժամանակահատվածում, կոնտեքստում, ձևում, ուրեմն պետքա ինչ-որ քայլ անես կամ հայտարարություն անես։ Էսա մեր պատկերացած ժողովրդավարությունը կամ քաղաքական ուժերի միջև եղած հարաբերությունները այդպեսին չեն, որ այսպես ինչ-որ մեղադրանքներով իմպերատիվ։ Ամեն ինչ ունի տրամաբանական ժամկետ։ Քանի տրամաբանական ժամկետում է, պետք է սպասել, հասկանալ, ընկալել ու անցնել առաջ։ Իսկ պարոն Հասարյան, այնուամենայնիվ Գյումրու ընտրությունները ինչ ցույց տվեցին, արդյոք համապետական ընտրություններում, այսպես ասած, հնարավոր է միավորվի ընդդիմությունը, թե ոչ։ Գիտեք, եւ Գյումրու, եւ Փարաքարում, եւ միջև այդ, չգիտեմ, Վանաձորում, այլ համայնքներում ընտրությունները մի բան են ցույց տալիս։ Կամ անվստահություն հայտնել, Կամ մի բան են ցույց տալիս, որ իշխանության վարկանիշը գնալով ընկնում է։ Ու երբ որ մարդիկ գնում ընտրում են ելնելով ուրեմն այդ այսպես ասած քաղաքի տղա հասկացությունից, այդ մոտեցմամբ են գնում ընտրում իրեն ավականի քաղաքապետ։ Դա նշանակում է, որ քաղաքական ուժերը իշխանական, ընդդիմադիր որոշակի դիրքային անկում են ունենում։ Բայց կա իրավիճակ, ու այս իշխանությունը ամեն ինչ արել է, որպեսզի քաղաքական ուժերը չկայանան, անդադ լինեն խնդիրներ։ Տեսեք, նույն եթե վերցնենք ցուցակների կազման մեթոդը, չէ՞, մենք տեսել ենք դեպքեր, երբ որ իշխանությունը չի հավաքել համայնքներում մի քանի, ուրեմն ձայներ, որպես ինքը կարողանա ձևավորել, ունենա քաղաքապետ, համայնքապետ, այլ մեթոդներով, ուրեմն ընդդիմադիր խմբակցություններից ինչ որ ժամանակ հետո մարդիկ միացել են իշխանությանը։ Չէ՞։ Այսինքն հենց այնպես չեն միացել։ Ես կարող եմ մտածել, որ ճնշում ա եղել։ Ես այդպես էլ մտածում եմ, որ ճնշում ա եղել, չէ՞ որ եկել ուրեմն միացից։ Դա ամեն ինչ անում է, որպեսզի խաթարվի քաղաքական ուժերի կայացմանը, կուսակցությունների, ընդհանրապես Հայաստանում այդ քաղաքականությունը ասված այնքան է դեգրադացվել, մարդկանց հավատը այնքան է կորել, ու այս առումով մենք մեծ դժվարություն ունենք, բայց պետք է անենք առավելագույնը, որպեսզի մարդկանց մոտ բարձ հասարակ վստահությունը վերականգնենք, որ տեսնեն, որ միակ ճանապարհը դա է փոփոխության։ Առանց վստահության, առանց կներեք ինքնավստահության, եթե մարդ ինքն իրան չի հավատում, չի կարող դիմացինին հավատալ, չի կարող, չգիտեմ, կուսակցությանը հավատալ, ինչ-որ մի կուսակցության լիդերի հավատալ կամ մի քաղաքական գործ չի հավատալ։ Իսկ եթե հավատը չկա, երկրում փոփոխություն հնարավոր չի անել։ Հիմա մենք այս ուղղությամբ պետք է աշխատենք։ Իսկ պարոն Հասունյան, ինչ է անում ընդդիմությունը, հա, այս իշխանության դեմ պայքարի տարբեր գործընթացներ տանելուց, եթե այնուամենայնիվ իշխանության դեմ կարողացավ կիրառել իր կողմից, այսպես ասած, կիրառած մեխանիզմները, այնուամենայնիվ ինչ է անելու ընդդիմությունը, ինչ պլաններ ունեն, հա, ընդդիմության։ Գիտեք, ես չեմ հավակնում ամբողջ ընդդիմության անունից խոսել, իհարկե որոշ փուլերում ընդդիմադիր տարբեր ուժեր, անհատներ միասնական ֆորմատով են հանդես եկել, օրինակ Հայաստանի, հա, փրկության շարժման ժամանակահատվածը, ինչ որ առումով նաև դիմադրության շարժման այդ ժամանակահատվածում այդ միասնականության դրսևորումներ եղել է, բայց չի եղել այնքան մեծ աստիճանի, որ ասել այսուհետ, օրինակ կամ դրանից հետո միշտ ընդդիմությունը միասին պետք է գործի ու խոսել ընդդիմության գործողությունների մասին միասնական կոնտենտում։ Այսինքն ամեն մեկը պետք է այդ
իր մասով խոսի։ Հիմա այդ կոնտեքստը ես չեմ կարող կներեք բոլորի անունից խոսել։ Տեսնում ենք ընդդիմադիր ուժերի միջև տարանջատման process, ինչ շատ բնական եմ համարում։ Ամեն քաղաքական ուժ, եթե առանձին քաղաքական ուժ է, նշանակում է նորմալ է, չէ՞ որ իրանք պետք է առանձին իրենց տարբեր հարցերի շուրջ մոտեցումներ ունենան։ Մենք այդտեղ որևէ խնդիր պետք է ման չգանք։ Ինչ կլինի հետո։ Դժվար է ասել։ Կարողանան պայմանավորվել ինչ-որ հարցերի շուրջ, չեն կարողանա պայմանավորվել։ Ամեն դեպքում մեր կուսակցությունը, հայրենի կուսակցությունը այս պահին մենք հասկանում ենք, որ պետք է կուսակցության կարողությունները մեծացնենք, շատ ավելի զբաղված ենք նաև կուսակցությունը ուժեղացնելու, որովհետև պետք է լինի, չէ, վստահություն, համախմբում, որպեսզի եթե չի ստացվում այլ քաղաքական ուժերի հետ process-ի գեներացնել, դու փորձես քո կուսակցությամբ անել առավելագույնը։ Իսկ պարոն Հարությունյան, ներկայիս քաղաքական իրավիճակները, խժդժոցները հաշվի առնելով, այնուամենայնիվ ձեզ համար ո՞րն է այս ամեն ինչի միջից այն հնարավոր ելքը, որը ոսկե միջին տարբերակը, այսպես ասած, կարող է համարվել։ Գիտեք, շատ ընդհանրական հարց եք տալիս, ես կարծում եմ ամենակարևորը, որ պետք է ֆիքսել, որ Հայաստանում ընտրությունների միջոցով հնարավոր է հասնել իշխանափոխության, այսինքն մարդկանց պետք չի այդ գաղափարը մտցնել, որ ընտրությունը ուրեմն անհույս է, չգիտեմ եւ այլն, բայց դա չի նշանակում, որ պետք է բացառել նաեւ օրինակ փողոցային պայքարի միջոցով հասնել իշխանափոխության մոտեցումը, բայց այստեղ էլ պետք է հասկանալ հասարակական տրամադրությունները։ Կան, չկան, բարձր են, ցածր են։ Ես որ գնահատում եմ ցածր, ոնց այս բայդրությամբ, նույնիսկ շատ ցածր։ Չնայած հասարակության մեջ հսկայական աճել է հակաիշխանական տրամադրությունները։ Գիտեք, բոլորը չեն, որ միացնելով հանրային կոչվող հեռուստաընկերությունը կամ կարդալով իշխանական ինչ-որ լրատվամիջոցներ, կայքեր, համարում են, որ կյանքը լավ է։ Կան պարզ թվեր։ Նախ առաջինը մարդը ինքը իր վրա է զգում անդադ թանկացումները, դուրս տուգանքները, անարդարությունները։ Ու իրան ինչ էլ ապացուցես, ինքը տեսնում է, չէ, որ իր կյանքը կանի գնում, վատանում է։ Ամեն ինչ դանդաղ, ստաբիլ, թանկանում, հետո որ մի տարին լրանում է, հետ ես նայում, ասում ես, մի տարվա ընթացքում ինչքան բան թանկացավ։ Այդ մի տարվա ընթացքում մարդը մտածում է, չէ, ինքը ինչ որ մի բան ձեռք բերեց, թե վաճառեց։ Մի բան առավ, թե վարկերը ավելացավ։ Սա մեկ, երկրորդ կա փաստեր, թվեր։ Ասում են, Հայաստանում, չգիտեմ, արտահանումը արդեն 10 քանի միլիարդ դոլարի է հասել, էս եղել են եղել։ 50%-ից ավելի 60%։ Դա միայն ոսկու վերարտահանումն է։ Այդ թվերը, որ աճել են։ Այսինքն, այստեղից բերել են այդ պայուսակով տարել են ուրիշտեղ ծախել են, այստեղ տնտեսության աճ են ցույց տալիս։ Բայց դա բոլորս է գիտենք, չէ՞ որ ժամանակավոր բնույթ է կրում։ Երբ որ այդ ամեն ինչը, այդ վերարտահանման խնդիրը դուրս կգա, այսինքն պատերազմը կավարտվի, արդեն ուղիղ Ռուսաստանը կարողանա իր ապրանքները վաճառել, այդ ժամանակ էլի գալու ենք կանենք են հին մեր տաշտակի առաջ, ունեցել են 3.5 միլիարդի, չգիտեմ, արտահանում, գալու ենք այդ թվի վրա կանենք, ոնց որ եղել է մի քանի տարի առաջ։ Հիմա եթե հանում նայում ես այդ թվերը, ժամանակին այդ ոսկու եւ այլնի վերարտահանման գործոնը երբ որ հանում ես այսօրվա մեր արտահանման թվերի մեջից, գալի կանում ենք 4 տարվա առաջվա թվերին, այսինքն ժամանակին արտահանել են, չգիտեմ, ուրեմն հանքային ջուր։ Հիմա էլ ենք արտահանում։ Նույն չափի բան չի փոխվել։ Եթե դրամ դոլար կուրսն էլ հաշվենք, կարող նույնիսկ նվազել է։ Այսինքն եթե քո տնտեսությունը չի աճում, մարդը չի կարող լավ ապրել։ Դա ակսիոմա է։ Եթե քո դատական համակարգը չի բարելավում, ոնց որ տարիներ, տասնամյակներ առաջ էր մի դատական process-ը տևում էր մի քանի տարի, նույնը հիմա է տևում։ Կարանք խոսենք բարեկներից, բարեփոխումա բարեփոխում չի։
Չկա մի նշանակալի բան, որ ասես, բացի ասեմ ճանապարհաշինությունից, դպրոց, մանկապարտեզ այդ առումով աշխատանքներ անում են։ Վարկով, պարտքով իհարկե, էլի ոչ թե տնտեսության աճին, այդ փողերն է հետո պիտի փակենք։ Եվ պարոն Հարությունյան, ամփոփելով այս վերոնշյալ թվարկած տարբեր հարցերը, գալով, այսպես ասած, ամփոփման, հա, այն իրավիճակները, որոնք այսօր քաոտիկ կերպով շարունակում են տիրել մեր ներքին, հա, խոհանոցում, մենք արդյոք պատրաստ ենք նաև դրանց դեմ պայքարի մեխանիզմները կիրառել եւ որոնք են վերջապես դրանք, որովհետեւ շատ հաճախ միայն բոլորս ասում ենք, որ պետք է այս ամենից ձերբազատվել, բայց ինչպես։ Առաջինը պետքա փոխվի ընդդիմադիր տարբեր ուժերի մոտեցումը, որտեվ այն մոտեցումը, որ մենք մինչև հիմա ունեցել ենք, ունի հետևանք։ Հետևանքն է, որ Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ-ն մնացել են իշխանության։ Եթե մենք այս մոտեցմամբ շարունակենք, իրանք էլի են մնալու իշխանության։ Այսինքն մենք պետքա փոխենք մեր մոտեցումը։ Այս առումով մեր կուսակցությունը աշխատանքներ տանում է։ Ու առաջիկայում դրանք ավելի տեսանելի կլինեն։ Մենք ավելի սկսելու ենք խոսել ու ես հուսով եմ նաև այլ քաղաքական ուժեր ծրագրեր, մոտեցումներ կներկայացնեն, թե ոնց են պատրաստվում քաղաքացու կյանքը փոխել։ Քանի մարդը չգիտի դրա պատասխանը։ Ինքը գնահատելու է, որ սրան մերժենք, ով ուզում է գա, մյուսը կգա Այս մյուսին էլ մերժենք, ով ուզում է գա։ Իսկ եթե այդ մոտեցումը լավ տեղ չի տանում, պետք է փոխել մոտեցումը, ասել այ ժողովուրդ ջան, սա մեր պատկերացումներն է, սա մեր ծրագիրն է, մենք գալիս ենք ձեր կյանքում փոխելու այս ճանապարհով։ Որովհետեւ մարդկանց մոտ նաև սպասումներ առաջանան կյանքում, իրանց կյանքում բան փոխելու է։ Այսինքն այդ սպասումները կան, բայց ձևակերպված չեն։ Քաղաքական ուժերի խնդիրը ձևակերպել, ներկայացնել հանրությանը, որ հավատը մեծացնես, կարողանաս քո շուրջը կոնսոլիդացիա ապահովես։ Հանրությունը իմանա, բերես քեզ իշխանության, վաղը քեզանից ինչ է պահանջելու, ասի գիտես դու խոստացել ես, դե հիմա այդ խոստումները իրականացրու, ինչի՞ չես անում։ Բայց եթե ասում ենք, դե սա գնա նա գա, հետո նման մոտեցման դեպքում մենք շարունակենք ունենալ այն իշխանությունը, որ ունենք։ Չնայած այդ իշխանությունը արդեն ներսից իշքանել թուլանում փլվում է, բայց իրանք ավելի ուրեմն շատ կկիրառեն ուժային, չգիտեմ, վարչական եւ այլ մեթոդներ։ Պետքա փոխել մեր մոտեցումը, որովհետեւ իսկապես հնարավոր է մեր երկրում իրական բարեփոխումներ անել, չեմ ասում հրաշքներ, չեմ ասում կարճ ժամանակում, բայց կարճ ժամանակում կարող ենք տեսանելի փոփոխություն անել, որ մարդը զգա երկիրը ճիշտ ճանապարհով է գնում։ Մեծ փոփոխությունները տեսանելի կլինեն կամ կզգան մարդիկ, չգիտեմ, մի քանի տարի հետո։ Ինչը ցավոք սրտի, այսօր մենք այդ վիճակին կուսակցությունները դեռևս իմ գնահատմամբ չեն ասել։ Շատ լավ։ Շնորհակալություն շատ պարոն Հարությունյան ձեզ։ Հիշեցնեմ, որ տաղավարում այսօր իմ զրուցակիցն էր Հայրենիք կուսակցության գործադիր մարմնի անդամ Բաբկեն Հարությունյանը։ Ցտեսություն։